Հարցը նրանում էր, թե ինչով է տարբերվում նոր Տաշիր Արենան Երևանյան կրկեսից։ Բարև ձեզ։ Ես մի փոքր ուզում եմ գնալ դեպի հիշողությունների աշխարհ։ Ես հիշում եմ, երբ 1970 թվականին ավարտեցի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, ինձ մեծն Ենգիբարյանը հենց Մոսկվայում տեսավ, մոտեցավ ինձ եւ ասեց, մենք աշխատելու ենք Երևանի կրկեսում, քեզ վերցնում եմ հայկական կրկեսի կոլեկտիվում։ Եվ մենք այստեղ աշխատեցինք այս տարածքում, բայց հին կրկեսում։ Գիտեք, 8 ամիս անշլագներով ենք աշխատել։ Կոլեկտիվում աշխատում էին այնպիսի հսկաներ, ինչպես ժողովրդական արտիստներ Իսահակյանը, Ենգիբարյանը, Մինասյանները, Գալստյանները եւ պայմանները условия были։ Պայմանները այն չէ, ես հիմա բարի նախանձությամբ տեսնում եմ, թե ինչ պայմաններում է հիմա մեր դերասանները, ռեժիսորները աշխատելու։ Ձմեռը ցուրտ էր։ Մարդիկ տելեգրաֆիաներով նստած նայում էին կրկես։ Նոր տարվա նախօրեին մեկ ամիս առաջ հերթ էին կանգնում, կրակ էին վառում, որ տաքանան եւ նոր ամանորի ներկայացման տոմսեր գնել։ Ես երկար տարիներ աշխատել եմ եւ տնօրեն, եւ գլխավոր տնօրեն, եւ գեղարվեստական ղեկավար, եւ հիմա ուրախությամբ ուզում եմ նշել, շնորհակալություն հայտնել Տաշիր գրուպին, որ այսպիսի շքեղ կրկես է կառուցել մեր հանդիսատեսի համար։